Մարիամ Մեղենոց է համբարձավ
Օրնիազնի մստեր, օրնեցի ծստերի կյանսիմ, Մոս ասացից աստծո իմո մինչև եմ ես, ընթերցվածս գործ կարակելոս գրքից է։ Եվ 3 օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին և սրանք եկան, նրանց ասաց, եղբայրներ, ես ժողովրդին կամ հայրենի սովորությանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ, որպես Երուսաղեմից մի կալանավոր մատնվեցի հռոմեացիների ձեռքը, որոնք երբ ինձ դատեցին ուզեցին ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հոնցանք չգտան, բայց երբ հրեաները հակառակ խոսեցին, հարկ եղավ Կայսրին բողոքել, բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դեմ չարախոսելու բան ունեի, այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ տեսնելու և խոսելու համար, քանի որ Իսրայելի հույսի համար է, որ այս շղթաների մեջ եմ գտնվում։ Եվ նրանք ասացին նրան, մենք քո մասին Հրեաստանից ոչ մի նամակ չենք ստացել, մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խոսել քո մասին, բայց խնդրում ենք քեզնից լսել, թե ինչ ես խորում, քանի որ այդ հերձվածի մասին մեզ արդեն հայտնի է, որ ամենուրեք նրա դեմ հակառակություն կա։ Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո նրա մոտ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առավոտից մինչև երեկո բացատրում էր Աստծո արքայությունն և նրանց համոզում էր Հիսուսի մասին, վկայություն բերելով Մովսեսի օրենքից և մարգարեներից։ Ոմանք համոզում էին նրա խոսքերին, ուրիշներն էլ չէին հավատում և իրար մեջ անհամաձայն լինելով թողնում գնում էին։ Երբ Պողոսն ասաց այս մի խոսքն է, Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին ասելով. գնա ժողովրդի մոտ ու ասա, լսելով պիտի լսեք ու չպիտի իմանաք, և տեսնելով պիտի տեսնեք ու չպիտի տեսնեք, որովհետև այդ ժողովրդի սիրտը կարծրացել է և իրաց ականջներով ծանր են լսում և իրենց աչքերը փակել են, որպեսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և հոգով չիմանան և դարձից չգան, ու ես էլ դրանց չբժշկեմ։ Եվ արդ, թող ձեզ հայտնի լինի, որ Աստծու այս փրկությունը ուղարկվեց հեթանոսներին և նրանք կլսեն, և երբ այս ասաց, նրա մոտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենց մեջ էլ շատ վեճեր ունեին, և ամբողջ 2 տարի Պողոսն ապրեց իր ծախսով և ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մոտ, քարոզում էր Աստծո արքայությունը և ամենայն համարձակությամբ անարգել ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Համբարձավ Աստված օրհնությամբ և Տեր մեր ձայնի փողով։ Ընթերցվածս Հուդա առաքյալի ընթանական թղթից է։
Բայց դուք սիրելիներ, հիշեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախապես ասված խոսքերը։ Նրանք ձեզ ասում էին, թե վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով։ Սրանք նշավակելի մարմնասեր մարդիկ են, որ չունեն հոգին։ Իսկ մենք, սիրելիներ, մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով, սպառելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Կշտամբեցեք նրանց, որ դատապարտված են, փրկեցեք նրանց խլելով կրակից, իսկ ուրիշներին ողորմեցեք երկյուղով, դատապարտելով նույնիսկ այն պատմուճանը, որ աղտոտված է նրանց մարմնից։ Արտով կարող է պահել ձեզ անարատ և անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջի անխառն ցնծությամբ։ Նրան միակ Աստծուն և մեր Փրկչին Հիսուս Քրիստոսին մեր Տիրոջը փառք, մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ և բոլոր ժամանակներում ամեն։ Ալելույա, ալելույա, համբարձեք իշխանք դրունց ձերի վեր, համբարձիկ դրունք հավիտենից և մցե թագավոր Ալելույա, օդի, աղաղություն, Avetaranից Հիսուսի Քրիստոսի, որը սովանում, Աղեստեր աստվածներ, խոսվում է, ասեր աստված, մատնից յարմերով Հիսուսի Քրիստոսի, և իբրև ելասե Հիսուս այժմ փառավորեցավ որդի մարդով, և Աստված փառավորեցավ ինմա, Եթե Աստված փառավորեցավ ինմա և Աստված փառավորեցավ նա, անձն յուր և աղվաղակի փառավորեցավ նա, որդյակին փոքրին ժամանակն ձեզ եմ, խնդրիչեց զիս և որպես ասացի, ասրյայցն, եթե ուր եսն երթամ, դուք ոչ կարեք գար և արդեն գացեմ, պատվիրան նոր տամ ձեզ, զիս սիրեցեք ըզմիմյանս, որպես սիրեցի եսս ձեզ, և դուք սիրեցիք ըզմիմյանս, այսն գիտասեն ամենեկյան, եթե իմ աշակերտ եք, եթե սիրեցեք ըզմիմյանս, ասեց նա Սիմովն Պետրոս, Տեր հով երթաց, պատասխանի Եթիսուս, ուր եսն երթամ դու ոչ կարես այժմ գալ ըստնին, բայց ապա եկել սրբստնին։ Ասեց նա Պետրոս, Տեր ընդեր ոչ կարից եմ գալ այժմ ըսկնիքով, արդեն զանձն իմ իսկ ելից ի վերակով, պատասխանի Եթիսուս, զանձն կորիցես ի վերային, ամեն ասեմ ձեզ, չևից է հավու խոսյալ միշ դու երիցս ուրասցի զիս, մի խրովեսին սիրտ ձեր, այլ հավատացեք, ասված և հիս հավատացեք, իտան որիմով օթևան բազում են, ապա թե ոչ ասացյալ եք իմ ձեզ, եթե երթամ և պատրաստեն ձեզ տեղի, և եթե երթամ և պատրաստեն ձեզ տեղի, դարձյալ կամ և արնումս ձեզ արիս, դու եսնից եմ, և դուք անդիցեք, և ուրեր տամն գիտիցեք, և ըս ճանապարհն գիտիցեք, ասեց նա Թովմաս, Տեր ոչ գիտեն քո երթաս, և զիակ ըս ճանապարհն կարասու գիտեք, ասեց նա Հիսուս, ես եմ ճանապարհն, և ճշմարտությունն, և կյանք ոչ քո, ոչ ոք արհար, եթե ոչ ինև, եթե զիս գիտեիք, ապա ևս արնին գիտեիք,
Եվ այսուհետև դիտաշիկս նա, ասեց նա Փիլիպոս, Տեր ցույց մեզ հայր և շատ է մեզ, ասեց նա Հիսուս, աշխապ ժամանակս ընձեզ եմ, և ոչ սանյարզիս Փիլիպե, որ ետես ընձիս, ետեսս հայրն, և դու զիարդ ասես ետե ցույց մեզս հայր, ոչ հավատաս եթե ես իհար, և հարիս է, ըստ բանս, որ ես խոսիմ ընձեզ, ոչ եթե անձնե ինչ խոսիմ, այլ հայրն, որ հիս բնակյալ է, նա գործես գործն, հավատակ ինձ, եթե ես իհար և հարիս, ապա թե ոչ գոնե, վասն գործոցն հավատացեք ինձ, ամեն ասեմ ձեզ, թե որ հավատան ինձ, ըստ գործս, որ ես գործեմ, և նա գործես է, և մեծամեծս ևս, կար ըստ նույնս գործես է, զի ես աղհայր երթամ, և զորինչ խնդրիցեք, անուն իմ արարից զայն, զի պարավորեսի, Zia Jamin, Luciana Lasse, Vărițete, Zia Jașana Sfero,
միաբանվելով հավատով և արդարությամբ հաստատելի գործս բարյա, իզովորմությանը շնորհություն արասեի վրամեր, Տեր ամենակապ Եսուս Քրիստոսի որդի, Սրճանը սուրբ պատանակից և տարաչնորը սաղությամբ ացուցաբեր հավատով, իգյամեր խնդրեցում, Շարքավորությամբ պահպանածացվելով, իգյամեր խնդրեցում, Ըսկավություն և ըսկողություն անցանացվելով, իգյամեր խնդրեցում, Սրծող խաչի մեծ և կարող զորություն օգնություն անցանացվելով, իգյամեր խնդրեցում, Եվս միաբանված ենք ճշմարիտ և սուրբ հավատույցներով, ըստեր Աջեսուս, Զանձինս մեր ևս մինյանս կյանս ու սովներ արկալի, անցնարասում, Ողորմյաց մեզ Տեր Աստված մերս մեծի ողորմությանքում, Աստծուն ամենեքյան միաբանության,
Աբել կոչելով աղաղակել ընկոսի և ասել
Որպեսի եղիցիս ամենեցուն մեզ մերձեցելով ցուցանջատապարտություն, իքավություն և իտողություն մեղավ։ Ստեփանոսին աղավկայի և ամենայն սրբով, եղիցի շատակություն պատարասաչ է։ Իշոտ է և օրյա։ Առակելով սրբով, մարգարեից վարդապետած Մակիրոսած և ամենայն հայրապետած սրբով, առակելակով եպիսկոպոսած Տիրոց վարդապետած և ամենայն սրբով, Եղիցի շատակի սուրբ պատարասաչ է։ Իշոտ է և օրյա։ Որդյալ, գոմյալ և բարագորյալ, հրաշալի և ատպատազալ, ամբարձման Քրիստոսի աստուծոներո երկիր պագավեր։ Արիսակեսի մրտանիսի, ուստանը Գրիգորիոսի, ներսեսի սահակա, շարյելի և խադա, վերսով բավարտապետին, և Գրիգորին արեկացույն, և ներսեսի կլայեցույն, ովարում որոտրեցույն, և Գրիգորի մովսեսի պատերվացյա, և սրբոս Գրիգորիսյան տերնեցիսյա, ովատ և ովետաց նայասանյայ, և իցի շատակի սուրբ պատարասաչ է։ Միանձնացելով սրբով, առակինացել և աստվածասույն կրոնավորածը, Պողոսի Անտոնի, Պողա Մակարատ, Օնոպրիոսի Աբա Մարկոսի, Սրափիոնի Նևոսի Արսենի և Արգիպ Արսամա, Ովարեսյան Սիմոնյան, Սրբոս Ոսկյան Եսուկյասյան, և ամենայն սրբոս հաց և աշակերտներոս նոցին ընտիեզես, և իցի շատակի սուրբ պատարասաչ է։ Հարկավորած հավատացելով, սրբոց աղկարու Կոստանդինոսի շրջատա և Թեոդոսի, և ամենայն սուրբ և բարի պաշտակավորած և աստվածասեր իշխանած, և իցի շատակի սուրբ պատարասաչ է։ Ամենայն հավատացելով, առանց և կանանց, ծերով և տղայով, և ամենայն շապվասակի հավատով և սրբության Քրիստոս ընջեցելով, և իցի շատակի սուրբ պատարասաչ է։ Եվս արավեց, դեպիսկոպոս ապետանվեց, պատվածան այրավետն ամենայն հայով,
Ադուն կաթողոսն և Մասյակ օտնքենից ես բարեկնամարոջ նորդական փող տեղապան ըստեր ուվեն վատապետը շնորհեցրես մեզ ընկերվայնալու ուղին բարեկնամարոջության իշյատեր եվս հոգի ծանայց փող ըստեր սեմուակ և իսկոպոսչությանի և ողորմյան մաստմետի ողորմության փող և համվայց էտության բիլույս երեսավ փող Հայերենս հանրապետություն Հայաստան, Արցախ, Արևմտյան Հայաստան, աշխարհացուցիչ հորդս հայոց, թորաստուց և պահպանես Տեր, ամասկան Թովանյավ ամենազորաչոքով, իշանության, իր խաղաղության և
Քրիստոս հարյավ իմերելով և համբարձավ առօգար հայ։ Անհոր և որդվոր և որդվից որդվոր ամեն։ Եվ երբ նա դուրս եկավ, Հիսուս ասաց. այժմ մարդու որդին փառավորվեց և Աստված փառավորվեց նրանով, քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով և իսկույն կփառավորի նրան։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ, ինձ պիտի փնտրեք և ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ այժմ, այդ ձեզ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. Տեր, ուր ես գնում։ Հիսուս պատասխանեց. ուր ես գնում եմ, դու այժմ իմ ետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ ետևից։ Պետրոսը նրան ասաց. Տեր, ինչու այժմ չեմ կարող գալ քո ետևից, այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ։ Հիսուս պատասխանեց. ինձ համար կյանքդ կտաս, ճշմարիտ եմ ասում քեզ, ագաղակը դեռ կանչած չի լինի, և դու 3 անգամ ինձ ուրացած կլինես։ Ապա Հիսուս ասաց իր աշակերտներին. թող ձեր սրտերը չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք և ինձ, իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան, թե չէ, ես ձեզ կասեի, թե գնում եմ, ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, և եթե գնամ, և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք և ճանապարհը։ Թովմասը նրան ասաց. Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպես կարող ենք գիտենալ ճանապարհը։ Հիսուս նրանց ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ հորը, այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան։ Փիլիպոսն ասաց նրան. Տեր, հորը մեզ ցույց տուր, և այդ բավական է մեզ։ Հիսուս նրան ասաց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, և ինձ չճանաչեցիք, ով ինձ տեսավ հորը, իսկ դու ինչպես ես ասում, թե հորը ցույց տուր, հորը մեզ ցույց տուր։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ և հայրի մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձանից չեմ խոսում, այլ հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ և հայրի մեջ։ Եթե ոչ գոնե գործերի համար հավատացեք ինձ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ հոր մոտ։ Եվ ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի հայրը փառավորվի որդու միջոցով։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է. նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց։ Եթե
ասում է միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Այսինքն Քրիստոս մի չափանիշ է տալիս, որով պիտի երևա մենք Քրիստոսի աշակերտներն ենք, թե Քրիստոսի աշակերտները չենք։ Մենք քրիստոնյաներ ենք, թե քրիստոնյաներ չենք։ Մենք իրականում քրիստոնյա ենք, թե մեզ թվում է, թե մենք քրիստոնյա ենք։ Մենք մեզ համարում ենք քրիստոնյա, բայց իրականում քրիստոնյա չենք։ Այդ բանը հասկանալու համար Քրիստոսն ասեց պիտի սիրեք իրար։ Այս ճանապարհով պիտի իրավունացվի, որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե դուք սիրում եք իրար, ուրեմն ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Եթե չեք սիրում իրար, ուրեմն այստեղ հարց կա։ Դուք իմ աշակերտներն եք, թե իմ աշակերտները չեք։ Ուրեմն այստեղ Քրիստոս մեզ թողնում է մտածելու տեղ։ Արդյոք մենք սիրում ենք։ Մեզ հեշտ է ասել, եւ հաճախ մենք առանց մտածելու լուրջ ասում ենք սիրում ենք իրար, սիրում ենք Աստծուն։ Իսկ ինչ է սերը։ Սերը զոհողություն է։ Սերը զոհաբերություն է։ Ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատա, չկորչի, հապա հավիտենական կյանք ունենա։ Այս է սերը։ Աստված իր միածին որդուն զոհաբերեց մեր փրկության համար։ Աստծո սերը մեր նկատմամբ երևաց մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ, որ խաչի վրա կատարվեց։ Քրիստոս մեր փրկության համար, մեր սիրո համար ինքն իրեն զոհաբերեց։ Եվ Քրիստոս ասում է Ավետարանում, ավելի մեծ սեր, քան մեկը ինքն իրեն զոհաբերի իր սիրելիների համար չկա։ Ուրեմն սերը ենթադրում է զոհաբերություն։ Եվ սերը հասկանալու ընկալելու համար մենք պիտի հասկանանք, մենք պատրաստ ենք զոհաբերության։ Հանուն իրար, հանուն մեր սիրելիների, մեր ընտանիքի անդամների, մեր եղբայրների ու քույրերի, մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մենք պատրաստ ենք զոհաբերության։ Եթե պատրաստ ենք, իրականում պատրաստ ենք, ուրեմն սիրում ենք։ Եթե պատրաստ չենք, ուրեմն մեզ թվում է, որ սիրում ենք իրար։ Եվ հաջորդ հատվածի մեջ հենց այդ էր երևում։ Քրիստոսն ասեց, ես գնում եմ, բայց դուք իմ ետևից դեռ գալ չեք կարող։ Պետրոսն ինչ է ասում, ասում է, Տեր, ուր էլ լինի, ես հիմիկվանից քո ետևից կգամ։ Քրիստոսն ասում է, հիմա չեք կարող գալ, բայց հետո կգաք։ Պետրոսն ասում է, չէ, ես հենց հիմա քո ետևից կգամ։ Կյանքս տալու էլ լինի, կտամ կյանքս։ Պատրաստ էր Պետրոսը զոհաբերության, թե պատրաստ չէր։ Իրականում սիրում էր Պետրոսը, թե իրեն թվում էր, թե սիրում է։ Ավետարանի ընթացքը ցույց է տալիս, որ Պետրոսը դեռ պատրաստ չէր։ Դրա համար Հիսուսն ասում է, հիմա չես կարող գալ իմ հետևից, հետո դու կգաս իմ հետևից, բայց հիմա դեռ դու չես կարող գալ։ Պետրոսն ասում էր, չէ, ես կգամ։ Եվ Հիսուսն ասեց, հենց այս գիշեր աքաղաղը չկանչած դու ինձ 3 անգամ կհանաս։ Ինչու՞։ Որտեղ Պետրոսը դեռ պատրաստ չէր զոհաբերության։ Պետրոսին ասեցին, դու էլ Քրիստոսի աշակերտներից ես, վախեցավ։ Ասեց, չէ, ես իր աշակերտներից չեմ։ Պատրաստ չէ ասելու, այո, ես եմ Քրիստոսի հետևորդն եմ, ես եմ Քրիստոսի աշակերտն եմ, արեք ինձ հետ ինչ ուզում եք, ես Քրիստոսից չեմ բաժանվելու։ Այս Պետրոսի օրինակը
լավ օրինակ է այս համար։ Քրիստոս մեզ բոլորիս ասում է դուք կարող եք գալ իմ ետևից, բայց ձեզանով չեք կարող գալ, ձեր որոշումով չեք կարող գալ միայն, ձեր ուզելով միայն չեք կարող գալ, ասում է ես պիտի ձեզ ձգեմ, որ դուք կարողանաք գալ։ Աստված մեզ այդ հնարավորությունը տվել է իրան գալու։ Եվ առաքյալներ այդ հնարավորությունը ստացան, երբ հոգեգարստի ժամանակ։ Երբ Սուրբ Հոգին իջավ իրենց վրա, Քրիստոսն ասել էր նստեք Երուսաղեմում, մինչև վերևից զորություն ստանաք։ Եվ այդ զորությունը ստացան եւ արդեն անվարան գնացին Քրիստոսի ետևից։ Պատրաստ եղան զոհաբերելու իրենց կյանքերը հանուն Քրիստոսի։ Եվ Քրիստոսն ասում է ես գնում եմ։ Թե ուր եմ գնում, ասում է դուք գիտեք եւ ճանապարհն էլ գիտեք։ Ֆիլիպոսն ասում է, Տեր, չգիտենք ուր ես գնում, ոնց կարող ենք ճանապարհն իմանալ։ Եվ Քրիստոսն ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Որևէ մեկը չի կարող գնալ Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ուր պիտի գնա Քրիստոս։ Հոր մոտ պիտի գնա։ Ուր պիտի գնա Քրիստոնյան։ Հոր մոտ պիտի գնա։ Ուրիշ տեղ չունենք գնալու։ Մեր կյանքի ճանապարհի նպատակակետը պիտի լինի Հոր մոտ գնալը։ Երկնքի արքայության գնալ, երկնքի արքայություն գնալը, Աստծո հետ միավորվելը։ Սա պիտի լինի, ուրիշ ճանապարհ չունենք։ Եթե մենք ուրիշ ճանապարհներ ունենք, ուրեմն մենք սխալ ճանապարհի վրա ենք։ Քրիստոսն ասեց, ես եմ ճանապարհը, մեկ ճանապարհ կա, որ տանում է դեպի Հոր մոտ։ Ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Մենք ճշմարտություն ենք ման գալիս այս աշխարհի մեջ։ Ասում ենք, որն է ճիշտը, որն է սխալը, որն է բարին, որն է չարը, եւ չենք կարողանում կողմնորոշել։ Ում հետևից գնանք, ում հետևից չգնանք, ում մերժենք, ում ընդունենք։ Չենք կարողանում կողմնորոշել։ Ինչու՞։ Որովհետեւ մեկ է ճշմարտությունը, Տեր Հիսուս Քրիստոս։ Մեկ է կյանքը, Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ մենք այդ ճշմարտությունն ու կյանքը ոչ թե այս աշխարհի մեջ պիտի փնտրենք, այլ ավետարանի մեջ պիտի փնտրենք։ Քրիստոսի խոսքերի մեջ պիտի փնտրենք։ Երբ աշակերտների մի մասը գայթակղվեցին, հեռացան, Հիսուսն ասեց, դուք եք ուզում ինձանից հեռանալ։ Պետրոսն ասեց, ուր գնանք, Տեր։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Քո խոսքը կյանք է, մենք ուր գնանք քեզանից։ Բայց այսօր մենք թողել ենք Քրիստոսին, աշխարհի մեջ փնտրում ենք կյանք, ճշմարտություն, ճանապարհ։ Գոնե մարդկության փորձը առաջի օրերից մինչև այսօր մեզ պիտի սովորեցնի, որ ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ ճշմարտություն չկա, ուրիշ կյանք չկա Քրիստոսից զատ։ Եդեմի պարտեզում, երբ մարդը մտածեց, թե կա ուրիշ ճշմարտություն եւ ականջ կախեց սատանային, սխալվեց եւ ընկավ ճանապարհից։ Սատանան ասեց, ես քեզ ճանապարհ ցույց կտամ Աստված դառնալու, Աստծո մոտ գնալու, Աստվածանալու, բայց խաբեց։
Քրիստոսն այդ ճանապարհը ցույց տալիս։ Եվ մարդը ընկավ, մարդը շեղվեց, մարդը խոտորվեց, մարդը մտածեց, թե ինքն իր ուժերով կբարձրանա երկինք եւ սկսեց աշտարակ կառուցել Բաբելոնում։ Խափանվեց, խաթարվեց մարդկային ծրագիրը։ Աստված արդեն այդ աշտարակը կառուցել էր մարդուն երկիր տանելու։ Ինչն էր այդ աշտարակը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչն էր, բայց մարդը խաչը մերժած ինքը ուզում է իր համար երկինք գնալու աշտարակ կառուցի եւ մինչեւ այսօր ուզում է կառուցի։ Մինչեւ այսօր ոչ վաղ անցյալում խորհրդային պետության մեջ որ ապրում ենք մարդկանց երկնքի արքայություն էին խոստանում։ Խորհրդային կոմունիզմ կոչվածը դա երկնքի արքայությունն է։ Բայց առանց Աստծո ասում են մենք կառուցենք այդ ճանապարհը, որը մեզ պիտի տանի երանության, երջանկության, կյանքի պիտի տանի։ Չկա, չի կարող լինել։ Քրիստոսն ասում է միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը ես եմ, ինձանից դուրս չկա։ Մենք այսօր խաթարված ազգովին եւ ոչ միայն մեր ազգը, այլ ամբողջ աշխարհը ճանապարհ ճշմարտություն կյանք է փնտրում։ Բայց ավետարանի մեջ չենք փնտրում։ Ավետարանից դուրս ենք փնտրում, չենք գտնելու։ Մեր փնտրտուքը, եթե ավետարանի մեջ չի, ի սկզբանե դատապարտված է ձախողման։ Որտեղ իզուր է լինելու, ունայն է լինելու, տեղ չի հասնելու։ Որտեղ Քրիստոսն ասել, մենակ իմ միջոցով կարող եք հասնել հորը։ Ուրիշ կերպ չկա հորը հասնելու, ուրիշ կերպ չկա երկինք գնալու։ Ձեր անձերով չեք կարող, ինչպես Պետրոսն էր ուզում իր անձով հետևել Քրիստոսին։ Ես պիտի ձեզ ձգեմ, ես պիտի ձեզ զորացնեմ, ես պիտի ձեզ առաջնորդեմ։ Իսկ մարդկությունը Աստծուն մոռացած, Աստծուց հեռացած, Աստծուն մերժած, դարեր շարունակ փորձում է ինքն իրենով հասնել տեղ։ Ինքն իրենով ինչի պիտի հասնի։ Պետրոսի ուրանալու ուրիշ տեղ չկա։ Ուրացության պիտի հասնի, ունայնության պիտի հասնի։ Եվ երբ Փիլիպոսն ասում է հորը մեզ ցույց տուր եւ բավական է, Քրիստոս մի նախադասություն է ասում, որի մեջ զարմանք կա։ Ասում է Փիլիպոս, այսքան ժամանակ ձեզ հետ եմ, դու ինձ չճանաչեցիր։ Դու չհասկացար, որ ես ու հայրը մեկ ենք, հայրը իմ մեջ է, ես հոր մեջ եմ, ով ինձ տեսավ, արդեն հորը տեսավ։ Այստեղ եմ մտածելու տեղ կա։ Ինչն է, 3.5 տարի Փիլիպոսը եւ մյուս աշակերտները Քրիստոսի հետ էին, Քրիստոս իրենց կրթում էր, դաստիարակում էր, սովորեցնում էր, խրատում էր, Քրիստոսի գործած գործերն ու հրաշքներն էին տեսնում։ Եվ այդքանը տեսնելուց հետո դեռ չեն ճանաչել։ Այս ինձ մտածելու տեղիք է տալիս։ 40 տարի է եկեղեցի են գալիս, մոտավորապես։ Պատարագի ենք մասնակցում, ավետարան ենք կարդում, հաղորդություն ենք ստանում։ Տեսել ենք Քրիստոսին, թե չենք տեսել։ Ճանաչել ենք, թե չենք ճանաչել։ Ուրեմն չենք տեսել, եթե չենք սիրում միմյանց։ Հատվածի վերջում Քրիստոսն ասում է, ով որ ինձ հավատա,
ավելի մեծ գործեր կանի, քան ես եմ արել։ Մենք ավելի մեծ գործեր կարողանում ենք անել։ Մենք այդ գործերի նմանության նմանությունը չենք կարող անել։ Ուրեմն մենք չենք տեսել, ուրեմն մենք չենք ճանաչում, մեզ թվում է թե տեսել ենք, տեսնել ասելով ի նկատի ունի ճանաչել, որտեղ ասում է տեսնելով կտեսնեք, բայց չեք տեսնի, լսելով կլսեք ու չեք լսի։ Մենք լսել ենք Քրիստոսի խոսքը, Քրիստոսի խոսքը մեզ կյանք տվել է, մենք տեսել ենք Քրիստոսին։ Քրիստոսի տեսնելը մեր կյանքը փոխել է, մեզ սիրով է լցրել, մեզ Քրիստոսի ճշմարիտ աշակերտ լինելու, Քրիստոսի գործերը գործելու այդպիսին է դարձրել։ Ինչն է այդպիսին դարձնում։ Քրիստոսի ներկայությունը մեր մեջ։ Ասում է ես ձեր մեջ կբնակվեմ։ Եվ դուք կանեք այն ինչ որ ես եմ արել, ու ավելի մեծերը կանեք։ Երբ Քրիստոս եկավ բնակվելու մեր մեջ, հոգեգարստյանը, վաղնա հոգեգարստը։ Ահա, ում մեջ կգա, ով որ սպասել է, եթե մենք չենք սպասել հոգեգարստյանը, եթե մենք մեր համար, մենք կենցաղով, մեր ընթացքով, ապրելով եկել հասել ենք մինչև հոգեգարստյան օրը, հազիվ թե հոգեգարստյան օրը մեզ այցելի Սուրբ Հոգին։ Աշակերտները սպասում էին, Քրիստոսն ասեց, նստեք Երուսաղեմում և սպասեք։ Եվ իրենք վերնատանը աղոթքով սպասում էին և եկավ։ Մենք աղոթքով սպասել ենք Սուրբ Հոգեգարստյանը, կամ սպասում ենք Սուրբ Հոգեգարստյանը։ Քրիստոս հարյավ իմեղելոց և համբարձավ քարոզարքայից։ Օրհնյալ է հարությունն ու համբարձությունը Հիսուս Քրիստոսի։ Ես դուր մեզ համարձակածային բարգարով բանալս վերանս մեր, կարդալս և երկնավորնայ եկել և ասել։
Amen.
Հայրաթողում եպիսկոպոսական ձեռնարկություն կա, որ եկողենան հասնենք, եղել մասնակցել գոնե հենდերի պատերազմների